Ողջույն, հրապարակի այսօրվա զրուցակիցն է Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Ողջույն, պարոն Սողոմոնյան։ Հազար բարի Սամվելյան։ Հարցերը պարոն Սողոմոնյան, թերևս ընտրությունների հետ կապված կլինեն, նախընտրական այս բուռն շրջանում, այսօր էլ մեկնարկը տրվեց Քարոզ Արշավի։ Ունենք 19 գրանցված ուժ ընտրությունների համար։ Այս բազմազանությունը ի վերջո պարարտ հող է ձայն փոշիացնելու համար, թե լայն ընտրության հնարավորություն ընտրողների համար։ Եթե չլիներ 21 թվականի փորձառությունը, կասեինք պարարտ հող է ընտրության համար, բայց քանի որ ունենք 21 թվականի փորձառությունը, այդ թվում նաև մենք էլ ենք եղել այդ մեղավորներից մեկը 5165-ը, նոր էինք մեր ոնց որ պղպջակի մեջ էինք։ Մենք մտածում էինք, որ բոլորը մեզ նման են մտածում։ Մենք մտածում էինք, որ քանի որ մաքուր ենք, պրոֆեսիոնալ ենք, այդքանը բավական է, որպեսզի լայն համախմբում մեր շուրջը ձևավորենք, բայց այդպես չի աշխատում։ Մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, հետևողական անհրաժեշտ աշխատանք է անհրաժեշտ, մեդիա ոլորտում փորձառություն է անհրաժեշտ եւ բազմաթիվ այլ բաներ են պետք։ Իսկ այս կուսակցությունների մեծ մասը, որոնք որ մասնակցում են, կամ չունեն այդ ամենը, կամ ինչ որ մի բան ունեն, ինչ որ մի բան չունեն, բայց ինձ համար հատկապես այն ուժերի միայնակ հանդես գալը հասկանալի չէ, որոնք որ իրենք էլ են հասկանում, որ ակնհայտ չեն հաղթարելու ընտրական շեմը եւ այդքանով հանդերձ գնում են։ Հույս ունենանք, որ ժամանակին դեռ 20 օր մոտավորապես ժամանակ կա, մինչև մայիսի 27-ը, 28-ը ժամանակ կա, հույս ունենանք, որ այդ ուժերը, որոնք որ ավելի այդպես ռացիոնալ են եւ իսկապես ուզում են, որ իշխանափոխություն տեղի ունենա, ինքնաբացարկ կհայտնեն։ Այդ տեսեք, պարոն Սողոմյան, դուք մասամբ նաեւ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին։ Իսկ հաջորդ հարցը ձեր այս պահին ուժեղ Հայաստանի հետ միասին լինելու մասին է, բայց ցուցակներում չկա, կարծես։ Ինչ ձևաչափով է, ինչ ձևաչափով լինելու ընտրություններից հետո ձեր մասնակցությունը ինչքանով է, այսինքն հաղթանակի դեպքում պաշտոններ միգուցե կամ հետնական ինչ է սպասվում ձեր մասով։ Շնորհակալ եմ, Սամվել ջան, անկեղծ ասած, մեզ ամենաշատը հետաքրքրում է, որպեսզի կարողանանք ի վերջո այս իշխանություններին ճանապարհել։ Սա է մեզ ամենաշատը հետաքրքրում։ Այսինքն այս պահին դիտարկում եք ամեն դեպքում ուժեղ Հայաստանին, հա, որպես կարող ուժ, որ իրենց հետ եք, որովհետև նախորդիվ ունեիք նաև համագործակցություն, որը կարծես ինչ որ պահից դադարեց։ Խոսենք այդ մասին, իհարկե։ Մենք այս ընտրություններին հայտարարել ենք, որ վերաբերվում ենք որպես հանրաքվե։ Հայ մնալու, քրիստոնյա մնալու եւ նաև մարդ մնալու հանրաքվե։ Որովհետև եթե Աստված մի արածեց իշխանությունը վերարտադրվեց, նրա կրթական ու քարոզչական քաղաքականությունը նպաստելու է ապա մարդկայնացմանը, որ մարդիկ ավելի շատ քիչ մարդկային լինեն, որ մարդիկ ավելի շատ քիչ քրիստոնյա լինեն եւ ավելի քիչ հայ լինեն, այդպես։ Դրա համար մենք սրան նայում ենք որպես այս տեսանկյունից, սա բայց միայն կրթական, այսինքն ինքնության ինժեներիայի իմաստով չէ։ Շատ լավ։ Այլ նաև արտաքին քաղաքականության իմաստով, այլ նաև այն իմաստով, որ այս իշխանությունները բացահայտ հակահայ քաղաքականություն են իրականացրել եւ շատ պարզ ու ակնհայտ է, փաստերը ամեն օր մեր աչքի առջև են։ Դրա համար մեզ այդքան շատ ոնց որ այս պահին մենք հուշագիրը ստորագրեցինք այն բանից հետո, երբ որ բոլոր ուժերը իրենց հայտերը ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսինքն այդ հետագայի պաշտոնի թեման է բան չի։ Տեսեք, բոլորովին վերջերս, հա, մի քանի օր առաջ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, հա, բարձրաստիճան պաշտոնյաներ Երևանում էին, եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովներ։ Սա ի վերջո, բացի Փաշինյանի, հա, այս քարոզչական շրջանում ինչ որ թանկ բաղկացուցիչ մաս լինելուց իր այս քարոզչական արշավի ինչ կտա մեր երկրին ի վերջո, հա, ինչ որ հաջողություններ բանակցային գործընթացում միգուցե կամ, չգիտեմ, այդ դիվերսիֆիկացիան, տնտեսության հետ կապված եւ այլն, այ շատ բաների մասին են խոսում, բայց ի վերջո ինչ է սա տալու Հայաստանին։ Ոչ մի լավ բան չի տալի։
Ես որ չեմ տեսնում։ Որևէ ռեալ նյութական միսուարյուն ունեցող պայմանավորվածություն ես չեմ տեսնում։ Տեսնում եք, օրինակ ասենք, չգիտեմ, լուրջ ներդրում Փաշինյանի իշխանության տարիներին արևմտյան որ երկրից, եվրոպական որ երկրից, եվրոպական մասնավորապես եւ արևմտյան ընդհանրապես, որ երկրից է Հայաստանում եղել լուրջ ներդրում։ Ասածս չընկալեք որպես հակաարևմտականություն բացարձակ։ Պարզապես եկեք ոնց որ բան անենք, էլի մի հատ լավ հասկանանք, որովհետեւ եթե լսենք, օրինակ հանրային հեռուստատեսություն լսենք կամ Փաշինյանական քարոզիչներին լսենք, մենք 5 պակաս արդեն Եվրոպայում ենք գտնվում։ Բայց մենք տեսնում ենք, որ Եվրոպան ռեալ շահագրգռություն, ռեալ բովանդակային այստեղ չունի, այստեղ լուրջ բան չունի։ Այն ինչ որ ցանկանում է այստեղ մեզ հետ որ տեղի ունենա, այդ ամենը մեր շահերից չի բխում։ Այն ինքնության ինժեներիան, որ մեզ հետ պետք է տեղի ունենա, այն հաշտեցումը այն պայմաններով, որ պետք է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տեղի ունենա, չակերտյալ հաշտեցումը։ Դա հայերի մասին չէ, դա հայկական շահի մասին չէ պարզապես։ Իրենց շահի մասին գուցե կարող է լինել, բայց մենք սովոր ենք միշտ տեսնել այդպես արտաքին բաներ, էլի, այդպես պուպուշ Մակրոնին տեսնել, ենթադրենք։ Հրապարակվեցին փաստաթղթեր, հա, տեքստեր, ելույթներ եղան։ Հիմնականում Եվրոպան կարծես ողջունում է ինչ որ մտադրություններ, հա, ինչ որ մտադրությունների նամակների մասին է խոսվում, չգիտեմ, համագործակցություն, բայց փաստորեն իրականում հողի վրա, հա, աջակցություն կարծես չկա, ինչ որ ապագայի հետ կապված, նաև կարծես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Եվրոպայի նման մի միտք արտահայտեց, որ սեղանին դրված է, հա, եվրոպական հեռանկարը, ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է, արդյոք սա այս քարոզչական ինչ որ մի միջոց չէր Փաշինյանին օգնելու այս նախընտրական շրջանում, ինչ է նշանակում եվրոպական հեռանկարի ընտրությունը սեղանին դրված է, ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ, սա ուղղակի անուղղակի ինչ որ աջակցություն չէր Փաշինյանին։ Իհարկե, եւ նաեւ միջամտություն երկրի ներքին գործերին շատ ուղղակի ձևով։ Երբ որ ասում են, որ աջակցում ենք Փաշինյանին, երբ որ ասում են, որ 8 տարի առաջ այսպիսի բան չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ էր մոտավորապես այսպիսի։ Իսկ հիմա այդպես եվրոպական երկիր է։ Մենք ակնհայտ այստեղ տեսնում ենք սուտ ու կեղծիք։ Մենք տեսնում ենք մեծ կախվածություն տնտեսական, մեծ կախվածություն Ռուսաստանից։ Մենք տեսնում ենք, որ մեր էներգետիկան, ընդհանրապես մեր տնտեսությունն աշխատում է էժան գազի վրա, օրինակի համար։ Լավ է դա, իհարկե լավ չէ։ Անհրաժեշտ է ունենալ ինքնաբավություն, իհարկե անհրաժեշտ է ունենալ։ Մենք այս ամբողջ ընթացքում տեսել ենք ռեալ եվրոպական որևէ լուրջ տնտեսական պրոյեկտ ներդրում էներգետիկայի մեջ կլինի կամ բանի մեջ, որ կբարձրացնի Հայաստանի ինքնաբավությունը, ոչ։ Մենք ունենք պահանջելու նման բան Եվրոպայից, ոչ, որովհետև մենք չենք կարող պահանջել։ Մարդկանց շահերից չի բխում։ Այս մեր երկիրը իր շուկայով, իր տնտեսական կառուցվածքով իրենց այդպես հետաքրքիր չի։ Մենք իրենց հետաքրքիր ենք ընդհանուր մի հատ մեծ կաթսայի համատեքստում։ Այդ կաթսայի համատեքստում ինչ որ տեղի ունենա, այ դա մեզ համար պրոբլեմ է։ Համաթուրքականացումը մեզ համար պրոբլեմ է, իսկապես։ Մենք դրան դիմադրում ենք։ Իսկ այսօր կոտրվում է այդ դիմադրությունը։ Այստեղ է խնդիրը։ Խոսենք այդ խնդրից, պարոն Սողոմոնյան, այդ համաթուրքացման։ Տեսեք, արդեն տևական ժամանակ է, հա, դաշտում կա այս 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի թեման, որը տնկահարում են ադրբեջանցիները արդեն քանի տարի է։ Իշխանությունները կարծես դեմ չեն, թեպետ ինչ որ հերքումներ են կծկտուր անատամ տարածվում, բայց հաշվի առնելով մեր ունեցած նախորդ փորձերը, թե ինչքան բաներ ենք մենք հենց ադրբեջանցիների մամուլից ու շուտերից իմացել ու հետո արդեն պարզվել է, որ այդպես է։ Հավատալ, չհավատալ, ինչ է սպասվում այս մասով։ Շատ զգայուն թեմա է մեր հասարակության համար, ի վերջո հասարակությունը չի ուզում, դեմ է, կտրուկ, բայց իշխանությունները կարծես այս մասով այլ ճանապարհ են, հա, մեր համար նախագծում։ Ում ենք ընդհանրապես, մարդը ում է հավատում։ Ճիշտ խոսացողին է հավատում։ Այսօր մայիսի 8-ն է։ 8 տարի առաջ այսօրը Նիկոլ Փաշինյանը պարլամենտում հայտարարեց, որ
արցախցիներին ուղերձ ցղեց, ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը դրանից ոչ միայն չեն տուժելու արցախցիները, այլ նաև դա հիմք է հանդիսանալու Արցախի հանրապետության միջազգային ճանաչման համար, ինքնորոշման իրավունքը միջազգայինորեն լեգիտիմացնելու համար։ Այդ մարդն է ասել։ Այդ մարդը մի անգամ էլ ասել է, երբ որ իրեն հակադարձելով ասել են իսկ գերտերությունները ինչ որ խնդիրներ չեն ստեղծի, ասել է իսկ ով ձեզ ասեց, որ Արցախը գերտերություն չի։ Հա, այդ մարդն է նույն ասողն եղել։ Հիմա այդ նույն մարդը պատերազմը պարտվելուց հետո հայտարարել է, որ հետ է բերելու նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքները Շուշիին, Հադրութը հետ է բերելու։ Հետո հետ չի բերել։ Ինչքան բաներ է նա հայտարարել։ Հայտարարել է, որ հետապնդումներ չեն լինելու։ Քաղաքական հիմքով մարդկանց չեն հալածելու։ Ինձ էլ հարցրեք, ձեզ էլ հարցրեք։ Մեր երկուսի օրինակով եղել է նման բան, թե չի եղել։ Շատ բան չեմ ասում, մեր տաղավարում նստած օրինակով եմ ասում։ Ինչքան բաների մասին է հայտարարել, որ չի լինելու եղել է կամ որ հայտարարել է, որ լինելու է, չի եղել։ Հիմա ո՞րն է հիմքը այս մարդուն հավատալու։ Երբ որ ասում են, որ մենք իսկապես անհանգստանում ենք այդ հանգամանքից, որ ադրբեջանցիներ կգան եւ այլն, որ իսկապես անհանգստանում ենք այսպես կոչված անգլավների թեմայից, որ զերո հիմքով թեմա է, որ Տիգրանաշեն, այսպես կոչված Սոֆուլու Բարխուդարլու վերին ոսկեպար, ասում են չկա այդպեսի բան, չկա կամ այդպես խոսքի մեջ լղոզում անցնում են։ Ինչ ունենք, ինչ հիմք։ Դե բայց մինչև այսօր ինչ որ process-ներ, հանդիպումներ, հա, գնում են ու դեռ Դամոկլյան սրի պես կախված է գլխներից այդ վտանգը նորից հողեր կորցնելու։ Այսինքն 24 թվին ահագին կորցրինք այդ հատվածում ու դեռ վտանգը ոնց որ կա։ Իհարկե, եւ շատ ուղիղ ասենք, եթե մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները ուզում են լինի նորից կորուստներ հողային, տարածքային, թող ընտրեն Փաշինյանին։ Եթե ուզում են, որ լինի քաղաքացիական բախումներ, թող ընտրեն Փաշինյանին։ Մարդը պարզ իր ընտրական ծրագրի մեջ գրել է, որ հասնելու է կաթողիկոսի հանգստի կոչմանը, հեռացմանը։ Ամբողջ եկեղեցին միասնական է կաթողիկոսի գլխավորությամբ։ Ինքը չի կարող կաթողիկոսին ուղղակի այդպես թավշյա ձևով հանգստի կոչել։ Դա նշանակում է, որ ինքը հրահրելու է բախումներ են տեղի ունենալու։ Եթե մեր ժողովուրդը նորից էլի է ուզում, որ այդպիսի բաներ տեղի ունենա, թող ընտրի Փաշինյանին։ Այստեղ կարծում կարևոր է նաև հիշել, չէ, որ 21 թվականի նախընտրական ծրագրի հետ համեմատած բազմաթիվ գլուխներ նախընտրական ծրագրից ուղղակի այս տարի 26-ին բացակայում էին, բայց փոխարենը փաստորեն այնքան կարևոր էին գտել կաթողիկոսի հետ կապված թեման, հա, ճակատավոր հանգստի կոչելու, որ ներառել էին առանձին նախընտրական։ Բայց օրինակ մի հատ կարևոր հարցի մասին այդպես էլ չիմացանք անելու են, թե չէ։ Օրինակ հայտարարում են, չէ, վարչապետի մակարդակով հայտարարում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սպառնալիք է մեր անկախությանը, սպառնալիք է մեր անվտանգությանը։ Այսպիսի բան է հայտարարել։ Եթե սպառնալիք է, մինչև հիմա ինչի չեք դուրս եկել։ Կամ ձեր նախընտրական ծրագրում բա ինչի չեք գրում այդ մասին, որ դուրս են գալու ՀԱՊԿ-ից։ Այսինքն նշանակում է, որ դուրս չեք գալու, ուրեմն խաբել ես, որ անվտանգությանը սպառնալիք է։ Թե իրոք անվտանգությանը սպառնալիք է, բա դուրս չես գալու, բա ինչի դուրս չես գալու։ Այս տարվա ծրագրում իրավացիք չկար, բայց փոխարենը 21 թվականի ծրագրում մի ահագին հատված հատկացված էր դրան, թե ինչքան կարևոր է այդ կառույցում լինելը, կառույցը ընդհանրապես եւ այլն եւ այլն։ Հա, դե որովհետեւ հետո իրենց բան էր պետք, այսպես ասած, նոխազ էր պետք, խավության նոխազ էր պետք, որպեսզի Արցախի դավաճանական հանձնման մեղքը ինչ որ մի երկրի, մի պետության, մի կառույցի վրա բարդվի եւ այս պահին այդպես։ Պարոն Սողոմոնյան, խոսենք այս ընդդիմության միասնական ճակատի, հա, կամ դրա բացակայության մասին։ Այս օրերին բոլորը, թե քաղաքական գործիչները, թե հասարակական գործիչները, թե ուղղակի ընդդիմադիրները, հա, անկախ որևէ թիմի չպատկանող, բոլորը կարևորում են, որ միասնական ճակատ է պետք։ Այդ միասնական ճակատը, օրինակ, ինչ տեսք պիտի ունենար, որովհետև տեսեք, օրինակ տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանը, հա, օրինակ, ֆավորիտ ուժերից մեկն է ընդդիմադիր։
Այդ ուժին միանում են տարբեր նախաձեռնություններ, անհատներ, ավելի փոքր կուսակցություններ, արդյոք սա իր տեսակի մեջ համախմբում չի ու այդ ինչ տեսակի համախմբում պիտի լիներ, հա, որ շատերը դեռ շարունակում են դժգոհ լինել, որ չկա համախմբում։ Դժգոհությունը կապված է նրան հետ, որ հենց մենք գալիս ենք առաջին հարցին, որ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ վախենում են ձայների փոշիանալուց։ Իսկ քանի որ Փաշինյանը ամեն դեպքում ունի էլեկտորատ, այս պահի դրությամբ սոցիոլոգիական հարցումներով առաջատար է, չենք ասում, որ միայնակ այդպես 50% է հավաքում, ոչ, դրա մասին չէ խոսքը, բավական ցածր է, բայց համենայն դեպս առաջատար է եւ ինչքան փոշիացված ձայն եղավ, այսինքն այնքան ձայները, որոնք որ գնում են ուժերին, որոնք չեն հաղթահարում 4%-ը, ընտրական շեմը, պրոպորցիայով համամասնությամբ գնալու են Փաշինյանին զգալի մասը։ Սրա մեջ է խնդիրը, որ մարդիկ դրա համար ուզում են, որ հնարավորինս լայն լինի այդ համախմբումը, հնարավորինս լայն լինի։ Եվ իսկապես այստեղ պետք էր, շատ պետք էր համախմբում, այստեղ կարևոր չի այդքան նյուանսները, ծրագրային նյուանսները։ Այստեղ կարևոր է իսկապես այս ընտրություններին մոտենալ որպես ինքնության հանրաքվե, արժեքների հանրաքվե, ու այդ պարագայում կանք էլի նորից առաջին հարցի պատասխանին։ Հույս ունենանք, որ այն ուժերը, որոնց համար շատ իսկապես կարևոր է այս իշխանությանը հեռացնելը, մինչև ամսի 28-ը, եթե նկատելի տեղաշարժ չլինի նրանց արձանագրած արդյունքների մեջ քարոզարշավի, ինքնաբացարկ հայտնեն եւ չփոշիացնեն։ Չկներեք չգայթակղվեն, էլի թեկուզ են հեռանկարով, օրինակ ուժեր կան, որ ուզում են գոնե 2% հավաքեն, որպեսզի պետական ֆինանսավորում ստանան։ Դա հիմա այդքան էլ կարևոր հարց չի։ Դա հայ մնալուց կարևոր հարց չի, դա մեր անվտանգության սպառնալիքներին դիմակայելուց կարևոր հարց չի։ Տեսեք, պարոն Սողոմոնյան, այս պահին Փաշինյանի իշխանությունը անթաքույց բացահայտ աջակցություն ունի, հա, թուրք-ադրբեջանական տանդեմից, ԵՄ-ից, հավաքական արևմուտքից, այսպես ասած։ Բայց բոլորս էլ գիտենք, հա, որ այստեղ երկրի ներսում վարկանիշը բավական ցածր է։ Ինչ կլիներ Փաշինյանի հետ, եթե այդ արտաքին աջակցությունը այդ տեսքով ու ձևով չունենար։ Եթե այդ արտաքին աջակցությունը չլիներ, 2021 թվականի փետրվարին մասնավորապես ինքը այլևս իշխանության չէր լինի։ Ինքը իշխանության չէր լինի 2020 գեներալիտետի, հա, այո, լիցուկ կամ դրան հաջորդած շատ այլ իրադարձությունների ժամանակ, հատկապես Սրբազան պայքարի ժամանակ, այն գազանությունները, որ տեղի ունեցան ցուցարարների նկատմամբ, եւ այդ ամեն ինչի նկատմամբ աչք փակվեց, չէր լինի։ Հենց այդ արտաքին աջակցությունն է պայմանավորում նաեւ այն, որ ուժային համակարգ, ուժային կառույցը, որ պահում է Փաշինյանին, այդ արտաքին աջակցությանն են նայում ուժայինները։ Ցավոք սրտի այդպես է։ Ցավոք սրտի այդպես է։ Նայում են այդ արտաքին աջակցությանը եւ հասկանում պահել Փաշինյանին, թե չպահել Փաշինյանին։ Հենց այդ արտաքին աջակցությունն է օգնում։ Այդ արտաքին աջակցության պարագայում է, որ Փաշինյանը անցել է այսքան սանձարձակ ապօրինությունների մարդկանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ, ընդդիմախոսների նկատմամբ, քաղբանտարկյալների նկատմամբ։ Խոսեցինք աջակցությունից, հա, իշխանությունների, պարոն Սողոմոնյան։ Այ պատկերացնենք, հա, մի իրավիճակ, երբ ասենք, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ աջակցի ընդդիմությանը, որովհետև իշխանությանը բացահայտ այլ աշխարհաքաղաքական կենտրոններ աջակցում են։ Արդյոք դա հակակշիռ կլինի ու ինչ ազդեցություն այսօր ունի, ինչ է կարծում Ռուսաստանի վերջո այստեղ, հա։ Ռուսաստանը չի աջակցի ընդդիմությանը։ Մեզ համար կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել եւ հենց Սամվել Կարապետյանին ու ուժեղ Հայաստանին այդպես դիրքավորում են որպես համարում են որպես ռուսամետ ուժ բան այդպես, հա, բայց իրականում դա այդպես ես չեմ համարում, դա չի կարող այդպես լինել։
Ռուսները ուրիշ ձև են նայում հարցերին։ Եթե մանավանդ հիմա այս պահին այս շրջանում ազգային ուժ է գալիս իշխանության, պրոֆեսիոնալ ուժ է գալիս իշխանության, ես չեմ ասում, որ դրանից Ռուսաստանի համար վատ է լինում, բայց ռուսները ավելի շատ են ստիպված լինելու իրենց նեղություն տալ, աշխատել, պայքարել ինչ-որ բանով, որովհետև այդ տվյալ ուժերը իրենցից բաներ են պահանջելու, պայմանագրային պարտականությունների կատարում են պահանջելու եւ նրանց աշխատեցնելու են, այսպես ասած։ Իրենք հիմա ուրիշ գործի մեջ են թաթախված։ Իրենք հարցերին գուցե ուրիշ ձև են նայում։ Իրենք հասկանում են, որ ի վերջո, ինչքան էլ մեզ ստում են, խաբում են, այդպես թոզ են փչում մեր աչքերին, մեր երկիրը չեն տանում դեպի արևմուտք։ Դեպի Թուրքիա տանում են։ Բայց նրանք էլ հասկանում են, ռուսներն էլ հասկանում են, որ Թուրքիայից հետո ավելի հեշտ գուցե վերցնելը հետ վերցնելը ավելի հեշտ կլինի, քան արևմուտքից, որովհետև արևմուտքը ի տարբերություն Թուրքիային Հայաստանի համար էգզիստենցիալ արևմուտքի ազդեցությունը Հայաստանում էգզիստենցիալ սպառնալիք չի լինելու հայերի համար եւ այդպես էլի նորից այլընտրանքի փնտրտուք 1920 թվականի սցենարի կրկնություն տեղի չունենա, բայց քանի որ մենք պետք է ուշադրություն դարձնենք աշխարհագրությանը, թե մենք որտեղ ենք գտնվում, ում ենք հետաքրքիր, ում ենք մոտիկ եւ ում ենք հեռու, այդ պարագայում հասկանալի է, որ մենք ինչքան էլ թոզ են փչում մեր աչքերին, մենք արևմուտք չենք գնում։ Մենք մեր թվացial արևմտյան ճանապարհը Թուրքիայի ազդեցության միջով է անցնում։ Ռուսները սրա հետ կապված գուցե իրենք երկարաժամկետում ունենան անհանգստության հարց։ Բայց երևի թե իրենք իրավիճակը այդպես գնահատում են, երևի թե գնահատում են, որ դե թեկուզ ինչ-որ մի չափով էլ կորուստներ կրի Հայաստանը դրա արդյունքում։ Ոնց որ 1920 թվականին օրինակ կորուստներ կրեցինք, Նախիջևան կորցրեցինք, Կարսը կորցրեցինք, Սուրմալու Նիգդիրը կորցրեցինք, հիմա իր համար ոտատեղը այստեղ եղավ ներկայության տեսանկյունից։ Այսպես են նայում, էլի։ Սա շատ կարևոր է, որ մեր հանրությունը այս ամեն ինչը իմանա։ Մեզ իսկապես պետք է այնպիսի իշխանություն, որը բոլոր դաշնակից, գործընկեր, բոլոր երկրներին ոչ թե կաշխատացնելը մի քիչ կներեք, էլի մի քիչ տգեղ բառ է, բայց կպահանջի կատարել իր պայմանագրային պարտականությունները եւ կկարողանա շնորհք կունենա գնալ, նստել դեմ առ դեմ, մարդկանց հետ խոսել, վերաբերվել եւ այլն, հա, որպեսզի այդ ամեն ինչը իրականացնի։ Խոսակցություններ կան, պարոն Սողոմոնյան, որ իշխանությունները դեռ գուցե վարչական դատարանով չեղարկեն ուժերից մեկի մասնակցությունը, հա։ Նման սցենարի դեպքում ինչ եք կարծում, ինչ կլինի, բոյկոտ, ինչ որ փողոցային պայքար, ինչ կսպասվի։ Բնականաբար պրոցեսներ կլինեն։ Բնականաբար ոչինչ բացառելի չէ այս իշխանություններից, ոչինչ բացառելի չէ, թեև ես չեմ կարողանում պատկերացնել ինչ կարգի հիմքեր պետք է իրենց ձեռքի տակ ունենան, ինչքան պետք է սարքեն, այդ ինչքան գաղտնալսումներ պետք է իրար կպցնեն, մոնտաժեն, որ այդպիսի մի գործ ստեղծեն, բայց իրենցից անսպասելի չէ։ Հետևապես այս պահին թույլ տվեք ոնց որ ասած դրա մանրամասները չբացել, նախ եւ առաջ այն պատճառով, որ process-ի հիմնական պատասխանատուն չէ, որ մենք իհարկե ուժեղ Հայաստանին աջակցում ենք եւ այս շրջանում մասնակցում ենք նրանց հաղթանակին, ուզում ենք նպաստենք եւ նպաստում ենք։ Այդուհանդերձ մենք էլ մեր չափով բնականաբար, քանի որ խոսքը այստեղ գնում է քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը հանցագործաբար ոտնահարելու, ենթադրաբար, հա, եթե լինի այդպիսի բան, պետք է պայքարենք, փողոցով կլինի, դատական process-ով կլինի, թե ինչ կլինի, աղմուկով, մամուլով, ամեն ինչով էլ պետք է պայքարենք։ Շարունակելով այս հարցը, պարոն Սողոմոնյան, շարունակելով ու թերևս ամփոփելով, հա, զրույցը։ Տեսեք, ընդդիմադիր համայնքի մի ստվար զանգված չի հավատում ընտրությունների միջոցով իշխանությունների հեռացմանը, բայց այնուամենայնիվ գնում ենք ընտրությունների։
Եթե բացահայտ կեղծիքներ լինեն, բացահայտ կեղծիքների արդյունքում ինչը ենթադրելի է, որ լինելու է, ինչ մեխանիզմներ կան պայքարի, եթե կան ընդհանրապես։ Պայքարը հասկացանք, պետք է պայքարել, բայց ինչ որ շոշափելի ինչ մեխանիզմներ, որ գուցե կարողանանք հաջողել։ Իմ անկեղծ կարծիքը հետևյալն է։ Իհարկե ոչինչ ես նորից չեմ բացառում, բայց այն կեղծիքները, որոնց որ մեր այսպես կարծրատիպեր ունենք, մեր ականջները սովորել է ընտրական կեղծիքներ, որ քվեատուփ են գողանում կամ տրցակներով լցնում են, բան, Դա հին ձևերն դա հին ձևերն են, այո, այդ կեղծիքները հին քյարթու ձևերն են, որոնք որ հիմա արդիական չեն։ Եվ հիմա բոլոր տեղամասերն էլ այդպես նկարահանվում են եւ իմիջիալոց ասեմ դա դեռ այդ մեթոդը, եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ օրինակ 2017 թվականին չի եղել նման բաներ, էլի, մասսայական համենայն դեպս այդպիսի բաներ չի եղել։ Այսինքն ժամանակի ընթացքում էվոլյուցիան իր գործը անում է։ Բայց հիմա այլ կարգի ինտրակեղծիքներ են տեղ ունենում։ Այն որ օրինակ ասենք հենց առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդը տնային կալանքի մեջ է գտնվում եւ հնարավորություն չունի շփվելու իր վստահողների հետ, պոտենցիալ ընտրողների հետ։ Բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ նույնպես ճաղերի հետևում են։ Ինչ որ տարբեր տիպի էջեր են ստեղծվում, սոցցանցերում տարբեր տիպի էջեր են ստեղծվում, որոնք ոչ լիցենզավորված են, անում են քարոզչություն, բայց ոչ լիցենզավորված են իրենց գործունեության տեսանկյունից։ Համապատասխան այնտեղ չափանիշներ կան, որոնք որ պետք է բավարարեն, այդ չափանիշները ակնհայտ բավարարված չեն։ Ես խորհուրդ կտայի, որ մեզ դիտողներն էլ մի հատ նայեն հետքի հոդվածը վերջին։ Քարոզչական այս դաշտում տեղի ունեցող ապօրինությունները, այն որ քարոզարշավը այս իշխանությունները շատ ավելի շուտվանից են սկսել։ Այն որ մարդկանց վրա շատ լավ էլ ազդում են, վարչական լծակներ գործադրում են, անգամ մինչև դպրոցներ են հասնում այդ ամեն ինչը, դպրոցում երբ որ ԿՊ-ի քարոզչական ասենք երկում եւ այլն, հա։ Այսինքն սրանցից ավելի մեծ ընտրակեղծիքներ մենք չենք կարող պատկերացնել այս ամեն ինչով հանդերձ մեր ընդդիմադիր հայրենակիցները, որոնց որ ես հասկանում եմ, որովհետև ես էլ եմ իրենց ցավակից ու սրտակից, մենք ուզում ենք, որ շուտ տեղի ունենա, ինչ որ տեղի է ունենալու, որովհետև այդ ամեն ինչը ամեն օրը մեր կյանքից է գնում, մեր առողջությունից է գնում, մեր նյարդերից է գնում։ Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք դա շուտ լինի եւ դրա համար էլ այդպես սկեպտիկ ենք վերաբերվում ընտրություններին։ Բայց պետք է հասկանանք, որ մենք միայն Փաշինյան անձի դեմ չենք պայքարում։ Մենք հայ ժողովուրդը պայքարում է մի հրեշավոր համակարգի դեմ, որը ուզում է հայ ժողովրդին իր բնորանում, իր հայրենիքում հայրենիքից դուրս հանել, իր բնորանից դուրս հանել։ Մենք պայքարում ենք դրա դեմ, ու այդ պայքարը պետք է լինի երկարատև, այդ պայքարը պետք է լինի եւ ընտրությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում փողոցային պայքարի միջոցով։ Դուք պարոն Սոմյան, կարծես լիահույս եք, հա, որ այս անգամ մասնակցության բարձր տոկոս ենք ունենալու։ Դա կարևորագույն մեր բանն է, կարևորագույն մեր ակնկալիքն է։ 1.5 միլիոն մարդ մասնակցեց, անհնար է որ Փաշինյանը կարողանա հաղթի։ Եվ մեր յուրաքանչյուր քաղաքացի, սրտացավ քաղաքացի, թող իսկապես ես շատ խնդրում եմ ու աղաչում եմ, որ իր մոտիկին, հարազատին, բարեկամին բերի ընտրական տեղամաս։ Միայն այդպես մենք կարող ենք ազատվել։ Ամեն մեկը, որ ասում է դե լավ, ես իմ գալով բան չի փոխվելու, ինքը մտածում է, որ -1 է լինելու, չէ, -1 չի լինում, այդպես մտածող շատ մարդիկ կան։ Եվ բոլորը պետք է գնան ընտրական տեղամաս։ Գնացեք ընտրական տեղամաս, ում ուզում եք ընտրեք։ Գնացեք ընտրական տեղամաս միայն, հա։ Դա իսկապես կփոխի իրերի դրությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Սամվել ջան։ Հիշեցնեմ, մեր զրուցակիցն էր Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։